Բարերեկո հարգելի բարեկամներ, սկսում ենք մեր Անդրանիկ հաղորդումը, այս Սասնա ծռեր հաղորդաշարը, որը նվիրված է իրենց բարձրացած հարցերին, որը այդ հարցերը արդեն մեր հարցերը դարձան այս օրակարգին եւ այս հաղորդման շրջանակներում մենք պետք է քննարկենք այդ օրակարգը եւ մեր անելիքները։ Այսօր ներկայ են ստուդիայում հայկական վերածնունդի երկու անդամներ, ես Գուրգեն Մխիթյանն եմ եւ իմ հետ է նաեւ Նարինե Խարբերդյանը, հայկական վերածնունդի անդամ։ Այսօր երկուսով կվարենք, բայց մենք ոչ միայն հայկական վերածնունդը պիտի վարի այս հաղորդումները, տարբեր կազմակերպություններ եւ տարբեր անհատներ։ Շաբաթը 4 օր, երկուշաբթի օրից 5 շաբթի երեկոյան ժամը 7-ից 7:30 AMGA ալիքով։ Խնդրում եմ դա հիշեք, սա մեր Անդրանիկ հաղորդումն է եւ այս շաբաթ ունենք 4 հաղորդում 7-ից 7:30 դիտեք մեզ։ Այս հաղորդումները մենք երթեր ենք արձակում, որ դες բարձրաբանենք այն ինչ որ չի բարձրաբանում պետական հայկական մեդիան եւ դրան հակակշիռ մենք պետք է ներկայացնենք իրականությունը։ Ինչպես նաեւ մենք պետք է հակակշիռ լինենք այն ռոպագանդային, որ Սերժ Սարգսյանի ռեժիմն է հիմա իր հայտարարել այդ ռոպագանդան իր ժողովրդի մեր հայ ժողովրդի հանդեպ, մենք այդ բոլոր ռոպագանդան պետք է հակահարված տանք, որովհետեւ իրենք ամբողջ գործունեությունը սահմանել են ստերի վրա։ Ես սկսենք ամենակարևորից, երբ որ Սասնա ծռերը իրենց որոշումը կայացրեցին, ես չեմ ուզում որևէ մի ասեղկոսներ լինեն, որևէ մի կասկածներ լինեն, թե նրանք ինչ որոշում կայացրեցին, նրանք ինքները ձեզ կհայտնեն եւ այսպես ես ուզում եմ ներկայացնեմ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցը 1.1in.am-ի հետ իրենց դուրս գալուց առաջ Եվ հիմա եկեք բոլորով լսենք առաջի դեմքից Վարուժան Ավետիսյանից իրենց հայտարարությունը։ Խնդրեմ։ Այս վերջին օրերի ընթացքում ռեժիմը որդեգրել էր մեր մարտիկներին դիպուկահարների միջոցով շարքից հանելու մարտավարություն։ Օրական 2 հոգի, երբեմն 3 հոգի շարքից հանվում էին եւ ոտքից վիրավոր հիմնականում ոտքին հարվածելու միջոցով շարքից հանվում էին։ Այսօր մեր հերթական գերոջը կրծքավանդակից արդեն վիրավորեցին։ Մենք թվով էապես նվազել ենք, 20 հոգի ենք մնացել այստեղ եւ 3 գիշեր գրոհի փորձ ձեռնարկեցին, պատերը քանդեցին, զրահատեխնիկայով գրոհեցին, հետո կանգնեցրեցին գրոհը Ինչ նկատառումներով մենք փորձեցինք իրենց հետ երկխոսության մտնել, սակայն այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին ամբողջ տարածքը, ռումբեր էին նետում անօթաչու սարքերը, կրակում էին զրահատեխնիկայից այդ սկզբում ձայնային ռումբերից, բայց հետո հասկանալի դարձավ, որ հրազանել են օգտագործում եւ զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք։ Առաջացած իրավիճակում մենք ունեինք երկու տարբերակ։ Առաջին մարտի բռնվել մեր վրա գրոհող ոստիկանության եւ այլ ինձառայողների հետ եւ երկուստեք ծանր կորուստներ ունենալ, եղելով հայ մարդկանց մեր Հայաստանի քաղաքացիների արյունը, այն մարդկանց, որոնք շատ քիչ, եթե ունեն, շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշումների հետ, բայց իրենց ծառայության բերումով այդ գործի մեջ են եւ մյուս որոշումը դադարեցնել արունահեղությունը, չգնալ արունահեղության եւ շարունակել պայքարը մնալով հաստատակամ, մնալով մեր տեսակետների վրա, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակը, որովհետեւ սա արդեն քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել այս իրավիճակում, այլ եթե մենք հանձնվենք, դառնում ենք ռազմագերի։ Շատ ծանր որոշում էր մեր համար։ Մենք որոշեցինք ընտրել արյուն չհեղել եւ ընտրել ռազմագերու կարգավիճակը հետեւյալ նկատառումներով։ Մենք մեր միսիան, մեր առաքելությունը ժողովրդական ընդվզում հարուցելու մասով համարում ենք կատարված։ Հիմա արդեն կա ժողովրդական ընդվզում, կա ժողովրդական շարժում, այն աճում է եւ մենք ավելորդ համարեցինք անտեղի բազմատասնյակ զոհեր առաջացնել եւ ծանր վիճակի մեջ դնել հարյուրավոր, հազարավոր մեր քաղաքացիների վշտի մեջ դնել։ Մենք մեր կյանքը ոչինչ ենք համարում, մենք մեզ համարում ենք արդեն այստեղ մտած օրվանից նահատակ, բայց մեր դեմ կանգնած էին մարդիկ, որոնք իրենց
չեն գիտակցում, որ սխալ հրամաններ են կատարում, բայց այդ մարդիկ միգուցե այդպես են համոզված, մենք մեր մեջ որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում հեղել։ Այդ պատճառով մենք դադարեցրեցինք դիմադրությունը, փոխում ենք մեր պայքարի տարբերակը, ռազմագերու կարգավիճակով շարունակելու ենք պայքարել, իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում ոչ մի գրամ չկասկածել մեր հանուր հաղթանակին, ժողովրդական ընդվզումը պետք է շարունակվի, արտագաղթել, մնալ, պայքարել եւ հաղթել այս արյունարբու ռեժիմին, այս հակահայ, հակամարտ ռեժիմին։ Մեր ժողովուրդը պետք է ազատագրվի, սա ազգային ազատագրական պայքար է, մենք իրավունք չունենք մեր հինավուրց հազարամյա հայրենիքը թողնել, որ դառնա ռուսական նահանգ կամ մեկ այլ ամենահավանական տարբերակը ռուսական նահանգ կամ չգիտեմ հայտնվի ողորմելի վիճակում։ Մենք ունենք լուսավոր ապագա եւ մեր ժողովուրդը պետք է պայքարի այդ ապագայի համար։ Մենք զգում ենք մեր ժողովրդի շունչը, թեպետ երկար ժամանակ ուղիղ կապ չէին կարողանում հաստատել, զգում ենք, որ հաղթանակը մոտ է եւ կոչ ենք անում մեր այս որոշումը ընդունել որպես դրական քայլ եւ շարունակել պայքարը հետևելով բանտից կատարելիք մեր հորդորներին, մեր ուղերձներին, մեր կոչերին եւ շարունակել պայքարը։ Այս ժողովրդի արգանդը չի չորացել, ելի կծնվեն մարդիկ, որ կարող են առաջ տանել գործը, մենք ընդամենը կրկնում եմ կայծն էինք ուզում տալ եւ մենք այդ կայծը տվեցինք, դրանով մենք բավարարված ենք։ Լավ կլիներ, որ արագ լիներ process-ները լինեին ավելի արագ, ավելի առաջընթացը ժողովրդական մոբիլիզացիայի ավելի ինտենսիվ լիներ եւ կարողանայինք մենք միանալ ու միասին հասնել հաղթանակի։ Ցավոք այդպես չեղավ, ժողովուրդը մի քիչ ավելի դանդաղ տեղից շարժվեց, այդ պատճառով մենք ունեցանք այս հանգուցալուծումը, բայց դա մեկ այսպես քայլ անգամ թող չընկճի մեր ժողովրդին, մենք հաստատակամ ենք, մենք շարունակելու ենք մեր պայքարը, որտեղ էլ որ լինենք, դա էլ է պայքարի ձև, հեղափոխականները հաճախ հայտնվում են բանտերում, հետո այնտեղից հաղթանակած դուրս են գալիս իրենց ժողովրդի հաղթանակի շնորհիվ։ Կրկին ու կրկին կրկնում ենք, սիրում ենք ձեզ բոլորից, սիրելի ժողովուրդ, սիրելի քաղաքացիներ Հայաստանի Հանրապետության, մենք միասին ենք, մեզ ոչինչ եւ ոչ ոք չի կարող իրարից բաժանել։ Այսքանը ժամը 8-ին մենք դուրս ենք գալու այստեղից, զենքը դնելու ենք, դուրս ենք գալու, որովհետեւ չենք ուզում, որ արնեղություն լինի։ Այստեղ իմ մասին չի խոսքը, հերոսներ կան այստեղ, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, մյուսները, մենք բոլորս հասկացանք, որ չենք կարող զենք բարձրացնել այն հայ երիտասարդի վրա, որ ծառայողի համազգեստ է կրում եւ հրաման կատարելով, թեպետ սխալ հրաման կատարելով, բայց հրաման կատարելով գալիս է մեզ վրա։ Եվ հորդորում ենք մեր ժողովրդին, որ շարունակի պայքարը, հասնի հաղթանակի, աննազանդ ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել։ Մենք տեսնում ենք մեր ժողովրդի հաղթանակը եւ համոզված ենք, որ շուտով նորից հանդիպելու ենք։ Թող այս պայքարը մեր զոհաբերությունը դառնա այն սնուցիչ արմատը, որ կհասցնի վերջնական արդյունքի։ Այո, լսեցինք Վարուժան Ավետիսյանի խոսքը եւ շատերը, իրոք շատերը մեզանից եւ Հայաստանում եւ այստեղ Լոս Անջելեսում ասում են ահա եւ վերջ։ Հանձնվեցին տղաները, վերջացավ, ահա եւ վերջ։ Բոլորս մեծ մասը գիտենք Արթուր Մեշյանի հայտնի երգը ահա եւ վերջ, Հայկը պարտվեց ոսող բելին։ Բայց պատասխանը ոչ։ Դա ոչ թե վերջն է, այլ սկիզբն է։ Սա սկիզբն է մի նոր պայքարի։ Եվ ինչ արեցին տղաները։ Տղաները իրենց նպատակը արեցին քաղաքացիական պայքարով արթնացրեցին Հայաստանի ժողովրդին, նաև արտասահմանի հայությանը։ Եվ ամենակարևոր հաղթանակը, առաջին հաղթանակը, որ տղաները ողջ են։ Վիրավորներ իհարկե ունեցանք, բայց կարևորը մեր հերոսները, մեր Սասնա ծռերը ողջ են։ Դա համարում ենք ամենաառաջին հաղթանակը։ Եվ ինչ դասեր մենք առանք Սասնա ծռերից, մեր հերոսներից։ Մենք դարանք մենք, ոչ թե ընդհանուր առանձին ինչ-որ հայեր, այլ մենք նորից դարանք մենք։ 88 թվին պարզված բռունցքները նորից երկինք բարձրացան։ Դա արդեն մեծ դասերից մեկն էր, որ մենք հայությունով նորից դարանք մենք։ Ու հասկացանք, որ կարող ենք փոխել այս կառավարությունը։ Տարբեր պատճառներով, տարբեր ձևերով, տարբեր եղանակներով, բայց պետք է փոխենք։ Ու այդ արդեն նույնիսկ այն չհասկացածները, որ հույս ունեին, դեռ ոչինչ, այս այն,
բոլորը արդեն հասկացան, որ վերջ, այս կառավարությունը դավաճան կառավարություն է եւ Հայաստանը անդունդ է տանում։ Ու նաեւ այս Ռուսաստանը չի կառավարվում հենց տեղի կառավարություն, այս Ռուսաստանն է կառավարում մեր կառավարությունը Հայաստանի։ Դա էլ մի դասերից մեկն էր, որ նոր հայաստանցիներն էլ հասկացան, դրսի հայերն էլ հասկացան։ Եվ մեր կառավարությունը կարող է նույնիսկ իրար դեմ հանել Արցախն ու Հայաստանը։ Նույնիսկ այդ Արցախի սահմանում կանգնած են Հայաստանի զինվորները, բայց նրանք կարող են պարակտություն մտցնել Հայաստանի ու Արցախի մեջ ու որ երկուսն էլ Հայաստան են, դարձրել են երկու առանձին Հայաստան ու կարող են իրար դեմ բերել։ Նաև սովորեցինք, որ հայ ազգը հիմա էլ, ինչպես եւ առաջ տարիներ առաջ Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն, հիմա էլ հերոսներ ունի, ու կարևորը, որ այդ հերոսները կենթանի են։ Ոչ թե մեռած հերոսներ, ինչպես մենք արդեն այսքան տարիներ դժբախտաբար վարժվել ենք միայն մեր մեռած հերոսներով հպարտանալ, հիմա ժողովուրդ ջան, ուրախացեք, կենթանի հերոսներով հպարտանալու ժամանակն է, որ հիմա Հայաստանում Բաքվում տղա երեխաները, որ կռիվ են խաղում, ել չեն ասում, ես Սուպերմենն եմ, ես իմես ով էր, Չապաևն եմ, SM-ն եմ, այլ մեկ ասում է ես Պավլիկն եմ, մեկ ասում է ես Ժիրայրն եմ, այն մյուս ասում է ես Վարուժանն եմ։ Միթե այդ հերոսները արդեն կենթանի օրինակ մեր մատաղ սերնդի համար քիչ է, նո, բոլորովին էլ էդի քիչ չէ, ու սա վերջը չի, նորից եմ ասում, սա սկիզբն է քաղաքացիական պայքարի։ Եվ իհարկե ինչ սովորեցինք դժբախտաբար, որ ոստիկանությունը Հայաստանի բոլորովին էլ ժողովրդին չի պաշտպանում։ Հակառակը, նա պաշտպանում է օլիգարխներին, Սերժիկ, Լֆիկ, Մուկիկ եւ այլն մյուսներին, եւ ժողովուրդն է, որ ահաբեկված է նրանցից ոստիկանության միջոցով։ Եվ սովորեցինք, որ ոստիկանությունը ընդամենը այդ կրիմինալ հանցագործ ռեժիմի անձնական թիկնապահներն են մեր Հայաստանի ժողովրդի փողերով, որ այդ բոլորը միայն ծառայում են Սերժիկին եւ նրա կրիմինալ հանցագործ կառավարությանը ժողովրդի դեմ։ Ժողովուրդը լրիվ անպաշտպան է Հայաստանում։ Ժողովուրդը չունի ոչ մի քաղաքացիական, սահմանադրական, տնտեսական, ոչ մի տեսակ իրավունքները նրա չեն պաշտպանվում։ Եվ ով պետք է նրանց պաշտպանի, ոստիկանությունը առաջինը հենց ինքն է հարձակվում ու նրանց տների մեջ ռումբ նետում հիմա։ Եվ հասկացանք նաև մյուս դասը ցավոք, ովքեր որ նորից չէին հասկացել, մի անգամ էլ դառը հասկացան ու հիշեցին սովետի ժամանակները։ Հիշեցին Ստալինի 37 թիվի ռեպրեսիաները, սև ցուցակներն ու ընտանիքների անդամների հետևից որպես ազգի դավաճան ու եսի ինչ հետևելը, հասկացանք, որ նույն KGB-ն նորից նույն ագենտներով գործում է Հայաստանում, դա արդեն մեծ նորից դաս էր, դառը դաս էր, բայց Սասնա ծռերի տված դասն էր, որ շատ-շատերի աչքերը բացեց։ Հասկացանք, որ չունենք Հայաստանում հեռուստաալիք ոչ մի հատ, որը առանց որևէ վախի կարող է անմիջապես ինչ որ կա դա արձանագրել։ Միայն Ազատության ռադիոալիքներ, որ կենթանի լայվ եթեր էր տալիս, մնացած բոլոր ալիքները Հայաստանի եւ ինչու՞ չէ նաեւ որոշ ալիքներ դժբախտաբար այստեղ հենց Լոս Անջելեսում չեն զբաղվում քաղաքականությամբ ասելով, որ ոչ թե հիմա քաղաքականություն է, այլ հայրենասիրություն է։ Հայաստանը արդեն բոլորս են քաղաքագետ դառել, որովհետեւ քաղաքագետներ չունենք։ Հիմա ուղղակի հայրենասիրության եւ Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Եվ նաեւ սովորեցինք մի բան, որը նորից հիշենք բոլորս, որ այդ Կազանի պրոտոկոլը Սերժ Սարգսյանը մոտորերը ստորագրելու էր, եթե տղաները Սասնա իրենց ծառությունը չանեին ու այդ քայլին չգնային։ Եվ հիմա Ռուսաստանի թերթերը գրում էին, որ քանի որ Հայաստանում լարված իրավիճակ է, պրոտոկոլի ստորագրությունները հետաձգվում են։ Այսինքն արդեն բանավոր ամեն ինչը պայմանավորվել էր Սերժ Սարգսյանը, որ հանձնում է Ղարաբաղի 5 շրջանները, ուղղակի մնում էր ստորագրելը, հիմա ստորագրելը հետաձգվում է ուղղակի, բայց դեռ արժևում է։ Նենց որ ամբողջովին արդեն տալիս էր 5 շրջանները, 5 շրջաններից հետո էլ արդեն կգնար Ղարաբաղի մյուս շրջանները, դրանից հետո էլ ինչու՞ չէ արդեն պարզ է, որ հերթով գալիս ենք Հայաստան։ Եվ վերջում պայքարը շարունակվում է։ Մենք պետք է պայքարը շարունակենք Հայաստանի հետ ձեռք-ձեռքի տված։ Այստեղ մեր սփյուռքի հայությունը շատ կարևոր է։ Եվ չպետք է ասենք, որ օդարների մոտ խայտարակ գնեք գոր։ Նո, խայտարակ չենք անում։ Էդի բոլորովին չի նշանակում, որ ասում է չեք համաչում դուք ավելի այստեղի կլասիկ սփյուռքը, ասում է դուք ավելի վատություն եք անում Հայաստանին, քան թե լավություն։ Այս մեր բացերը, մեր վատ, այսպես ասած, բաները օտարների մոտ ցույց տալով։ Ու իրենք են դեռ մեզ ամոթանք տալիս։ Ինչպես կարելի է։ Դե կներեք, հա, վարդագույն ակնոցները հանեք աչքներիցդ, կլասիկ սփյուռք ջան։ Ճիշտ է դուք հայաստանցի չեք։
Ճիշտ է ձեր պապերն են 100 տարի առաջ դուրս եկել Հայաստանից արևմտյան, բայց հիմա 2 միլիոն հայաստանցի բնիկ տեղացի հայեր դուրս եկան քեզ կրիմինալ կառավարության պատճառով էս վերջի 15-20 տարվա մեջ։ Ու հիմա ինչպես որ ձեր պապերն են մղկտում իրենց տուն ու մղկտացել իրենց տատն ու տեղի համար թողել են որ թշնամուն Թուրքի հողում, այտենց էլ մենք ենք մղկտում, ես իմ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ամերիկայում 1000 ու մի տեղով գաղթական դառանք։ Ինչի պիտի գաղթական դառնայինք ազատ ու անկախ Հայաստանից։ Ինչի պիտի մենք մեր դրոշը մեր ազատ ու անկախ Հայաստանում այդ մեր եռագույնը վախով բարձրացնեն մեր ջահելները, երիտասարդները, որ փոլիսը Սերժիկի ծեծում ու ջարդում ու տանում է։ Երբ որ տեսնում է, որ եռագույնն են բարձրացրել, ինչպես կարելի է։ Մեր այդքան տարիներով երազած եռագույնը ազատ Հայաստանում մենք իրավունք չունենանք պարզելու, մենք իրավունք չունենանք ձեռքներիս ման գալու մեր ազատ Հայաստանում, սիրելի կլասիկ սփյուռք, բեյրութահայեր, լիբանանահայեր, մյուս բոլոր այդ կուսակցությունները, դաշնակցությունը լավ հասկացեք, լավ մտածեք, թե մենք ինչ ենք ասում, ինչի համար ենք դուրս եկել այդ 20-25 հազարը դուրս, ցավում է ուրեմն մի տեղը, որ դուրս են եկել այդ մարդիկ, ինչի համար Սասնածռերը իրենց կյանքը դրեցին, նահատակ դարձան, ինչի համար, տես հպարտանում ենք Թալյաթին, Սողոմոն Թելմերյանը, հպարտանում ենք իհարկե նրանցով, հպարտացեք նաև հիմա Վարուժանով, Սասնածռերով, Պավլիկով ու իր տղայով, մի ամաչեք նրանցից, հպարտացեք, սիրելի մերս կլասիկ սփյուռքը, մասնակցեք մեր հավաքներին, ամսի 17-ից հուլիսի ամեն օր Հայաստանի հյուպատոսարանի առաջ Գլենդելում հավաքվում ենք և 99% հայաստանցիներ են, սրտի ցավով եմ նայում բոլորին, ուր եք սիրելի սփյուռք, կլասիկ սփյուռք, ուր եք բեյրութահայեր, ուր եք սիրիահայեր, որ ամբողջ ձեր երեխաներին սերունդներով սովորացնում եք այդ ձեր հայրենասիրական երգերը։ Այդ երեխաները այդ երգերը երգելով են, հենց հիմա էլ գնում են սկաուտական ճամբարները, երգում են, ես էլ իմ աղջկան եմ ուղարկել ուրախ, որ աղջիկս գնում է մասնակցում է ձեր այդ բոլոր դասիրակչական հայրենասիրական աշխատանքներին։ Բայց ուր եք հիմա Հայաստանը ձեր կարիքն ունի։ Հիմա հայաստանցիները այստեղ ինչի եք առանձնացրել մեզ ու ձեզ, մենք հայ ենք, ու մենք մեր Հայաստանի ցավով ենք տառապում, նույնը եւ դուք, եկեք միացեք, հասկացեք, թե այս մարդիկ ինչի են փողոց, եռագույնը այնտեղ ծածանվում հյուպատոսարանի առաջ, մի հատ գնանք հարցնենք ինչ ա եղել, այս մարդիկ ինչի են դուրս եկել փողոց, իրենց կոմֆորտ զոնից դուրս են եկել, իրենց անդոր խաղաղությունից, աշխատանքից հետո հոգնած, այս ինչ ա եղել, որ գալիս են ամեն օր այդտեղ կանգնում ու գոռում գոչում են, խնդրում ենք միացեք մեզ, նորից հավաքվում ենք ամեն օր հյուպատոսարանի մոտ, Սենտրալ փողոցի վրա, Սենտրալ ու Լեքսինգտոն, Գլենդել քաղաքում։ Բարեկամներ, ուրեմն շարունակելու համար ասեմ, Սերժ Սարգսյանը եւ իր հայկական եւ իր ստեղծած ռեժիմը ուղղակի եւ իրական վտանգ են սպառնում Հայաստանի Հանրապետությանը։ Մենք եկել ենք այդ եզրակացության, որովհետեւ տեսնում ենք, թե բացի անօրինականությունից, որ Սերժը եւ իր բանդան իրագործում են հայ ազգի դիմաց, նրանք ամբողջ իրենց քաղաքականությունը հիմնել են ստի վրա։ Համարյա բոլոր հայտարարությունները, որ գալիս է Սերժից, իր ոստիկանությունից, իր ՀԿ-ից, ամեն հայտարարության մեջ մենք սուտ ենք գտնում։ Այսօր Սերժը ելույթ ունեցավ եւ հայտարարություն արեց։ Քանի հատ սուտ ձեզ բերեմ օրինակ, հենց իր այսօրվա ելույթից։ Քանի հատ, եկեք մի քանի հատ անենք։ Ինքը 100 անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի հողերը չի տալու եւ մի նախադասություն ասեց. միայն փոխզիջման դեպքում, առանց փոխզիջման չի տա։ Այսինքն բարեկամներ, եթե փոխզիջում լինի, ինքը տալու է։ Դա է հայկական կողմի հայ ժողովրդի պահանջը։ Հայկական կողմի պահանջը, հայ ժողովրդի պահանջը, որ ոչ մի հող, ոչ մի թիզ հող, ոչ մի պայմաններում։ Բայց ինքը այսօր իր բերանից հայտարարեց 100 անգամ ասելով, որ հող չի տալու, շատ բաց ասեց, փոխզիջումների ժամանակ տալու է։ Ինքը այսօր շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը։ Մարդ քանի երես պիտի ունենա այդ նախագահը, այդ Սերժ կոչվածը, քանի երես պիտի ունենա, որ դուրս գա ու ասի շնորհակալություն ոստիկանությանը։ Բարեկամներ, ոստիկանությունը այնքան հանցագործություններ կատարեց այս մի քանի օրվա ընթացքում ժողովրդի դիմաց, որ մենք հիմա թիմեր ենք հավաքում, որ հանցագործությունները համակարգենք, բոլոր ոստիկանները անուն ազգանուն պիտի ունենան եւ իրենց կցված քրեական հոդվածը։
անտանելի մեծ ծավալով հանցագործություններ են տեղի ունեցել, որ մենք սարսափում ենք նույնիսկ այդ չափից, մարդ ենք հավաքում, թիմեր ենք հավաքում տարբեր երկրներում, ասեմ, որովհետև աշխատանքի ծավալը այդքան մեծ է, եւ ինքը ասում է շնորհակալություն ոստիկանին։ Բարեկամներ, այդ մարդը կապ չունի Հայաստանի հետ։ Այդ մարդը խաբար չի ինչ է կատարվում Հայաստան, ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Ինքը գիտի իրեն եւ գիտի իր, այսպես ասած, բանդայի ցանկությունները եւ ամբողջ ոստիկանությունը իրենք պետական փողերով վերացրել են եւ սարքել են իրենց սեփական պաշտպանության զորքերը ժողովրդի դեմ։ Դրանից հետո դուրս է գալիս ոստիկանությանը շնորհակալություն է ասում, այն ոստիկանությանը, որոնք ռումբեր են տրաքացում մարդկանց տան մեջ, որոնք երեխաների են վնասում, որ երեխաները հիմա հիվանդանոցում են, որոնք մարդու աչք են հանում, որոնք այնպիսի թշնամությամբ էին հարձակվում, որ այդ ժողովրդի վրա ոնց որ դեմերը հայեր չէին, այլ թուրքեր էին։ Բայց հակառակը, բարեկամներ, դա մեր ժողովուրդն է, օրենքից եք խոսում։ Սերժ Սարգսյանը ուղղակի եւ իրական վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետությանը։ Նա պետք է կանգնացվի, ժամ առաջ պետք է կանգնացվի, Սասնա ծռերի բարձրացած հարցերը այլևս Սասնա ծռերի հարցերը չեն, դրանք մեր բոլորի սեփականությունը դառան։ Ամբողջ ազգը դուրս եկավ եւ ասեց, այո, հրաժարականը սեղանի վրա է, օր առաջ հրաժարական ենք պահանջում։ Ամբողջ ազգով պահանջում ենք, բացի Սերժ Սարգսյանի վրա սիրահարված մի քանի պնակալեզուներից, մի քանի մեդալ սիրող ստացողներից եւ այլն, բայց մնանք ուշադրություն մի դարձրեք այդ չնչին փոքրամասնությանը։ Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ինքը այնքան օրենքներ է խախտել, որ չեմ պատկերացնում ինչ տրիբունալի առաջ ինքը հենց պիտի կանգնի, եթե ինչ եք հավատում, ես փորձում եմ այդ օրենքները մի քիչ կարգավորել, այսօր մեր իրավապաշտպաններից մեկը այնպես ձևակերպեց, որ արժի հենց իրեն լսել, որ նույնիսկ նա է խենթանում է այդ քանակը հանցագործությունների քանակից, ինքը նույն խենթանում է, թե ինչքան հանցագործություններ արեց Սերժի ռեժիմը հայ ժողովրդի հանդեպ այսօր։ Եվ եկեք այդ հարցազրույցը, այդ ելույթը լսենք Երևանից այսօր տեղի ունեցել, խնդրեմ։ Ես ներողություն եմ խնդրում մինչ այս տարբեր միջազգային կառույցների հետ իմ հարցազրույցների եւ այլնի ժամանակ, երբ որ ես Հայաստանի քաղաքական համակարգը ներկայացնում եմ ոչ բռնապետական, իհարկե ոչ էլ դեմոկրատական, այլ ավտորիտարիզմի տեսակ։ Ես պարզվեց սխալվում եմ, որովհետեւ մենք գործ ունենք բռնապետական, ոստիկանական համակարգի հետ։ Դա շատ լավ արտացոլվեց այս վերջին օրերին։ Եվ ուղղակի ես անհարմար եմ զգում, որ մենք 25 տարվա մեջ, 25 տարին պետք է նշենք, մենք ունեցանք ոչ թե Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների համար, այլ ունեցանք ոստիկանապետություն, որտեղ իշխողը մի փոքր վերնախավ է եւ մնացած բոլորը պետք է հպատակներ լինեն եւ ցանկացած ընդվզում, ցանկացած իր իրավունքների համար պայքարող, իր ազատության համար պայքարող մարդ դաժանորեն պատժվում է։ Այս վերջին օրերը ուղղակի հստակորեն ցույց տվեցին այդ վիճակը եւ անկեղծ ասած ես շատ ընկճված եմ։ Ես չգիտեմ ուղղակի ինչ ասեմ, ես որպես իրավապաշտպան եթե խոսելուց լինեմ հիմա արդեն, ես կարող եմ ասել Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի անդամ, միանալով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ես թերթում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային այն հոդվածները, որոնց Հայաստանը միացել է, եւ տեսնենք, որ հոդվածներն են խախտվել։ Ես առանց դատավարության ասում եմ։ Ուրեմն ամենակարևոր հոդված կյանքի իրավունք։ Բոլորի կյանքի իրավունքը վտանգված էր այս օրերին։ Որևէ մեկի կյանքի իրավունքը պաշտպանված չէր պետության կողմից։ Երրորդ հոդված խոշտանգումների արգելում։ Համատարած խոշտանգումներ էին գնում, երկու հոդված արդեն խախտված է։ Հերթով հոդվածներով գնում, 5-րդ հոդված ազատության եւ անձնական անձեռնխելիության իրավունք։ Կոպտորեն խախտված է համատարած։ Մարդկանց ինչ ձևով ասես բռնում էին առանց որևէ բացատրության, առևանգում փողոցներից տանում եւ տեղը անհայտ էր եւ այլն ամսի 17-ից սկսած։ Այս հոդվածի մանրամասները չկարդամ, ամբողջ այնտեղ գրված են այն ամենը, ինչ որ Հայաստանում եղել է։ 6-րդ հոդված արդար դատաքննության իրավունք, ահա։ Եվ բազմաթիվ այլ դեպքեր։ Պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 7-րդ հոդված, բացարձակորեն խախտված է։ 8-րդ հոդված, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, բացարձակապես խախտված է, տներում ահաբեկել եւ տներ գնալ եւ այլն, հարազատների եւ այլն։ 10-րդ հոդված, արտահայտվելու ազատություն, արդեն այստեղ ներկայացվեց պարոն Մելիքյանը, թե ոնց է խախտվել։
11-րդ հոդված հավաքների միավորման ազատություն, բաց չնայած մենք ունենք ես միշտ ասել եմ օրենքը շատ գեղեցիկ շրջանակի մեջ կարելի է կախել եւ տակը ծաղիկներ դնել սև շրջանակով հավաքների մասին օրենքի 13-րդ հոդված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք 100%-ով խախտված է 14-րդ հոդված խտրականության արգելում լրիվ խախտված է որտեղ խտրական վերաբերմունք է ցուցադրվել բոլոր ընդդիմադիրների նկատմամբ մենք այս վիճակն ունենք այսօր ունենք Շանթի Գյուրեղյանի եւ այլնի այդ բանի Վալոդիա Ավետիսյանի Գևորգ Սաֆարյանը բավական չէին հիմա ունենք բազմաթիվ քաղբանտարկյաններ դասական քաղբանտարկյաններ Հանձին Եղիշ Պետրոսյանի Անդրեաս Ղուկասյանի Սանասարյանի Արմեն Մարտիրոսյանի մյուսների դասական մենք հետամնաց բռնապետական պետություն ենք այս երկիրը չգիտեմ ում համար է ինչ վերաբերում է այս հարցին հերթական անգամ բոլորը զարմանում են ինչ դատական գործ ինչ բան երբ որ այդտեղ հարց համարվեց որ հայտարարվեց որ բաների այդ հատուկ քննչական կոմիտեն գործ է հարուցել պարզ չի նախագահանից ասել մի հատ գործ հարուցի հետո ինչպես անցած տարի եղել ոչինչ չի լինի որևէ մեկը դրանից ինքնուրույնություն չունի բոլորը մի կաթսայի մեջ վերևից հրահանգով եւ այս ամեն ինչը որ նրանք արել են ում դիմես եթե նրանք հրահանգ ամենավերից չունենային նրանք այդ վայրենությունները կանեին թե ոչ ես նույնիսկ գիտեք ինչ է բանի այսպես ասած քաղաքագիտական տերմիններով խոսելը անիմաստ է իրավական պետություն ոչ իրավական պետություն ուղղակի անիմաստ է այդ տերմիններով խոսելը որովհետեւ այստեղ կամայականության ոստիկանական պետություն է իսկ ես ասեմ դիմել դատարան դիմեք դատարան երեք լսում Աշոտ Կարապետյանը որ ասում են այդ Երևանի քաղաքապետը ոստիկանապետը մեկը էլի որ ասում է բանը ես չեմ լսել այդպիսի բաներ եթե ինչ որ բաներ կան լրագրողներին անգամ օրենքի շրջանակներում զզվեցինք ձեր օրենքն էլ դուք էլ ոչ մի օրենք Հայաստանում չի գործում օրենքների վրա սահմանադրության վրա ամեն ինչը պետք է պատրել գցել եւ սև գիծ դնել Հարգելի բարեկամներ ուրեմն ես կրկնեմ քանի որ դեռ մարդիկ կան որ Սերժի հայտարարությունն հետաքրված են իրանից ինչ որ բաները դուրս գալի իր հայտարարությունները լսելու սովորություն ունեն Սերժ Սարգսյանը իրական եւ ուղղակի վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը արդեն երկու շաբաթ առաջ Սասնա-Ծռերի բարձրացած օրակարգը մեր օրակարգն է այդ հարցերը մնում են անփոփոխ օրակարգի վրա մենք բոլորով պիտի պայքարենք եւ հասնենք այն նրան որ Սերժին օր առաջ ժամ առաջ կանգնացնենք Դրանց զբաղվում են մի քանի կազմակերպություններ եւ այս հաղորդաշարը կվարեն մի քանի կազմակերպություններ դուք կտեսնեք բացի դրանից ինչպես ասացինք ամեն երեկոյան հավաքվում ենք 7-ից 9 հյուպատոսության առաջ եւ այդ հանրահավաքները բավականին արդյունքներ են տալիս որովհետեւ բացի հանրահավաքներից այնտեղ տեղի են ունենում քննարկումներ հետագա պլանների մշակումներ եւ այս հաղորդաշարն էլ հենց ստեղծվեց այդ հանրահավաքների պատճառով դա ուղղակի արդյունք է մեր հանրահավաքների աշխատանքի Հայկական վերածնունդը, որը իմիջիալոց հիշեցնեմ, որ ոչ մի կապ կամ առնչություն չունի Հայաստանում Սերժի պատվերով ստեղծված կուսակցության հետ, մենք նրանց հետ ոչ մի կապ չունենք եւ ոչ մի առնչություն չունենք եւ հետաքրված չենք իրենց անունը նույնիսկ լսելու, այսպես վերադառնամ Հայկական վերածնունդ Սփյուռքյան շարժումը, օրը գիշեր աշխատելու է այս օրակարգը, որը արդեն մեր հարազատ օրակարգն է, շատերի բացի մեզանից մենք մենաշնորհ չունենք օրակարգն է դրա պատճառով բոլոր տարբեր կազմակերպություններ կգան այս հաղորդաշարը կվարեն մենք հետաքրված ենք ձեր կարծիքներով ինչպես տեսնում եք հերոսը այսօր անջատված է որովհետև կարող եք կենթանի գալ հենց հիմա վեր կենալ մոտենալ հյուպատոսարան մի քանի րոպեից կարող եք հասնել հյուպատոսարան եւ ձեր կարծիքը այնտեղ հայտնել դուռը բաց է ձեր առջև բոլորի առջև խոսափողը բոլորի առջև միացրած է առանց գրաքննության ամեն օր ժամը 7-ից 9 այնպես որ բարեկամներ ձեզ սպասում ենք պայքարը նոր փուլ է մտել շարունակվում է եւ հիմա խոսքը տանք Նարինեին խնդրեմ Ես կուզեմ այսօրվա հաղորդումը վերջացնենք մեր մեծ էպոսից մի քանի տող ես կկասեմ ձեզ համար Սասնա-Ծռեր, Սասունցի Դավիթ էպոսից, որը որ մեր կարելի ասել մեր սեփական ավետարանն է, մեր Սասնա-Ծռեր գիրքը, մեր էպոսը, դա մեր հայ ժողովրդի սեփական ավետարանն է, որը որ մենք պետք է երդվենք ու մեծ դասեր քաղենք, ամեն մի տողը մի մեծ պատմություն ու դաս է մեզ համար։ Ու իզուր չէ որ Սասնա-Ծռեր հենց անունը դրեցին Վարուժան Ավետիսյանենք ու Պավլիկենք, որ
ինչ հզորություն կա այդ մեր էպոսի, մեր այդ ծուռ սասունցի դավթի մեջ, որ իր այդ գժությունով անգամ փրկում է հայրենիքը։ Ու հիմա հենց մեր սասնածռերը դա են ասում։ Ու ի գիտություն բոլորին։ Հորում լինեն քարսուն գազխոր, թե ջաղացի քարիտակին, կելնեն ձեր դեմ ինչպես այսօր սասնածռեր թուրքեծակին։ Այն ժամանակ Աստված գիտի ով մեզանից կլինի փոշման, մենք, որ ելանք ահեղ մարտի, թե դուք, որ մեզ սարքիք դուշման։ Նենց որ պետք չի վհատվել, ուրախ եղեք ժողովուրդ, մի ասեք, որ վերջացավ, սա վերջը չի, սա սկիզբն է։ Բարեկամներ, այս հաղորդաշարը դիտեք երկուշաբթի օրվանից 5 շաբթի 7-ից 7:30 տարբեր կազմակերպություններ եւ անհատներ կվարեն, բայց ընդհանուր խորագիրը սասնածռերն էր եւ այս սերժական քարոզչամեքենան կանգնացնել է եւ իրենց հակազդել է, որովհետեւ այնքան քանակությամբ սուտ, ինչպես Սերժեկն ու ՀԿ-ն են անում, դա նույնիսկ կես ժամում մենք չենք հասցնի իրենց հակարդել, թեկուզ հենց վերցնենք այսօրվա իրենց ելույթը եւ մենք կոնկրետ օրինակներով ձեզ բերեցինք, թե ինչ սարսափելի ստեր են պարունակում հենց այսօրվա ելույթի մեջ։ Սերժ Սարգսյանը պետք է կանգնացվի։ Դա իրար հետ կարող են անել, դա ժողովուրդը կարող անել միահամուռ։ Մի քանի հոգվո գործ չի եւ երևում է մի օրվա գործ չի, բարեկամներ։ Մի քիչ համբերություն ունեցեք, համբերությամբ զինվեք եւ անցնենք գործի։ Օրակարգը անփոփոխ է, գործելակերպը անփոփոխ է։ Սպասում ենք ձեզ հենց հիմա, դուրս եկեք տնից եւ սպասում ենք ձեզ հյուպատոսարանի մոտ։ Այսօր ավարտում ենք մեր այս հաղորդումը, ձեզ ամենայն բարիք, սպասում ենք հյուպատոսարանի մոտ, ցտեսություն։